Հա։ Ոնց են գործերը։ Շատ միշտ հետևում ենք ձեր հանրային գործունեությանը, ձեր հարցազրույցներին, շատ շնորհակալություն։ Հա։ Ոնց է, կարելի է նստել ձեր կողքին։ Հա։ Ունեք մեզ հարցեր կամ խորհուրդներ, խորհուրդներ նոր հետ խոսում ենք, որ այս ամբողջ process-ը գործընթացը անփորձանք անցնի։ Հա։ Այդքան բան։ Ամբողջ ժողովուրդը խոհեմ ժողովուրդ, հա։ Այդքան թողած ազատ ընտրություն անի, նրան որ ինքը այո, եւ ամենակարևորը այս ընտրությունները, ինչպես դուք եք միշտ ասում ձեր հանրային խոսքով պատմական ճակատագրական ընտրություններ են մեր ժողովրդի պետության համար ազգային ինքնության պահպանման տեսանկյունից ու ամենակարևորը Հայաստանի շահերը արժևորելու տեսանկյունից։ Միանշանակ։ Ոչ մի օտար պետություն։ Դա հավատում ենք դրան։ Ամեն մեկը ունի իր շահերը։ Մեզ թե ապավինեցինք ինչ-որ մեկին կոնկրետ, ոնց լինի մեզ զոհաբերելու է այս շահերի համար։ Եվ ձեզ չխանգարենք, շատ շնորհակալություն։ Բարև ձեզ։ Կարելի է բարևել։ Արմենն է խոսում շատ լավ։ Արմեն։ Չէ, բարևել ուղղակի ողջունել։ Ես Արման Թաթրյանն եմ։ Հա։ Ես շատ ուրախ եմ։ Այո։ Մեր թիմով նախընտրական այս քարոզարշավն ենք իրականացնում։ Այո, ձեր գլխին չէ, ձեզ առաջնորդում։ Մեր ժողովրդին ծառայող եւ ժողովրդի խնդիրները հասկացող։ Մենք այդպես ենք ուզում։ Մենք այդպես ենք ուզում, այդ ենք գրել մեր Ուզողները մնացել են 1.5% լավագույն դեպքում։ Մենք ուզում ենք այդ բարձրացնել։ Մենք պայքարում ենք այդ տոկոսը բարձրացնելու վրա։ Չիգա, ավել, չիգա։ 1.5-ը նկատի ունեք մարդիկ, ովքեր հետաքրքրված են այս գործընթացներով, քաղաքական եւ այլն, այդ նկատի ունեիք։ Չէ, դե ես այդ խաղը հանջում է բարձր մակարդակի հասցնել։ Իսկ ես ժողովուրդը դրանից չի հասնում, մտքով չի հասնում։ Ինչ որ ասել կա։ Դե տեսեք, որովհետեւ նայեք, այսպեսի մի բան էլ կա, մենք ինչքան շփվում ենք մեր ժողովրդի քաղաքացիների հետ, այսօր մեր քաղաքացիների բավականին մեծ մաս կա, որոնք հիասթափված են, հուսահատված են։ Դա նաև նրա պատճառով է, որ այսքան տարիներ, 35 տարի, մարդկանց խոստումներ են տրվել, չեն արվել, ինչ որ պաշտոնյաներ են եկել, խոստումներ են տվել տեղերում մանավանդ հարստացել են, իրենց բիզնեսներն են դզել, չգիտեմ, կարգավորել գործերը, հետո նորից եկել ընտրություններին, այդ դրա համար ժողովուրդը շատ է հիասթափվել։ Մանավանդ հիմա այս իշխանությունը 2018-ից հենց տեսեք իջեր էր խոստանում։ Ու այսօր նայեք մեր ժողովրդի վիճակը։ 2050 թվին ասում էին 5 միլիոն բնակչություն պետք է ունենա։ 2050 թվին մեր ժողովրդագրական վիճակագրությամբ նաև կանխատեսումներով 24.4%-ը միայն տարեցներ են լինելու, այսինքն հենց տեսեք աշխատող մարդկանց քանակը որքան է նվազելու 24-ից ավել տոկոս, հիմա էլ երիտասարդները դուրս են մնացած ընդհանրապես պրոցեսներից, գործազրկություն, ամեն ինչ միասին։ Եթե այս բոլոր թվերը հանում ենք երեխաները վրա աշխատող մասսայի վրա, հատվածի վրա, տեսեք ինչքան ծանրություն անգնելու 2050-ից օրինակ կամ միջև այդ թիվը։ Ծերացող հասարակություն են դարձնում շատ արագ։ Կարծացել եք կոնստիտուցիա, կարծացել եք։ Հա, իհարկե։ Կոնստիտուցիան հատ են տալիս։ Ղեկավարները, աստվածը, ինչ է պետք ղեկավարին։ Ասա պետք է զենքը վերացնի։ Ղեկավարից գրավել ասում առանց դրա էլ գրավել պետք է։ Հələ երկրորդը ասում ծորենը, արած ծորենը բերինձով բանով յոլագում։ Ասում երրորդը, ասում հույսը։ Եթե կորավ դա վերջը, մերոտ դա է։ Այո, չպետք է թողենք դրա համար, որ կորի։ Համար ես չեմ ուզում։ Հա։ Մասնակից դուրս չի տալի, բայց ցավալի է։ Մեր ժողովրդին պետք է մենք էլ այդ ուղերձով ենք, որ հանգարց հույսները չգցեն մեր ժողովուրդը չկորցնի, որտեվ իրոք եւ հարց լուծելու ձևերն էլ կան,
հարց լուծող մարդիկ կան, որ պետք է անպայման այս խնդիրները լուծվելու են, կարգավորվելու են, ու ամեն ինչ ուղղել, փոխել հնարավոր է։ Այսօր ադեն այս մեկին հանեն, այս մեկին դնեն, բան չեմ ասելու։ Այս կանցինգետը ով է։ Լավ տարայեք, դուք այդ կանցինգետը ունեք, չունեք։ Եթե լավ տարայեք, այս կանցինգետը չեք։ Կանցինգենտում նկատի ունեք թիմը։ Բանակություն։ Թիմի աշխատելու իհարկե ունենք։ Հա, էլեկտորատը ընտրողները նկատի ունենք։ Դե տեսեք, մենք հիմա մենք արդեն մեր սոցիոլոգիական հետազոտություններով էլ մենք վաղուց հաղթահարել ենք շեմը։ Հիմա ուղղակի մեր քաղաքացիների քվեն անկախ դրանից շատ կարևոր է, որ մենք որքան հնարավոր է շատ ստանանք վստահությունը, որտեղ մենք համոզված ենք այն ծրագրերը, որ կա մենք ունենք, հենց դրանք լավագույնս նպաստելու Հայաստանի զարգացմանը եւ խնդիրների լուծմանը։ Իհարկե համախմբված մենք այսօր բաժան եղած ենք, միասնաբար լինենք։ Հետո անձանց խնդիր չի, որ դուք ասում եք մի անձը մի անձով փոխարինել, անձի չի։ Հայաստանի զարգացմանը ինչ եք տեսնում զարգացմանի մեջ։ Զարգացում ասելով մի քանի ուղղություն կա։ Դուք տնտեսական զարգացումների նկատի ունեք, թե քաղաքական, աշխարհակաղակական։ Հայաստանը զարգացնում է, ինչի նկատի ունեք։ Մի քանի ուղղություն կա, առաջի հերթին ամենակարևորը դա ուժեղանալն է եւ լինել աշխարհակաղակական առումով անկախ։ Ուժեղանալ ինչով։ Տեսեք, բանակը ամենաառաջինը։ Բանակով խաչ դրեք, մեր բանակը, մեր ուժը։ Չէ, բայց պետք է ուժեղացնենք։ Ներեցեք, ձեր ազգանուն չէ, ինչպես դե Խաչիկյան, պարոն Խաչիկյան, նայեք, մեր բանակը ամենաառաջին հարցը, որ մենք պետք է լուծենք, այդ մեր բանակը բարեփոխելն է ու հզորացնելն է, որտեղ մեր բանակը մեր անվտանգության ողնաշարն է կազմում։ Համաձայն եք։ Մենք միանշանակ ունենք այդ հնարավորությունը, մենք միշտ ունեցել ենք այս քանի տարիների հզոր զինվորներ, զինվորականներ, գեներալներ եւ այլն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, այո, գեներալներ եղել են, որոնք հիասթափեցրել են, զբաղվել են անօրինական կաշառակերությամբ եւ այլն, բայց մենք չպետք է թողենք, որ հանգարց քաղաքական ղեկավարություն գա, որ ստվերի այդ ամեն ինչը, ու մեր բանակը օգտագործի դա, մեր բանակը ամբողջությամբ կազմակերպելու համար, հակառակը, ոնց որ այսօրվա իշխանությունն է անում եւ անում է, եւ մենք հակառակը պետք է ով որ այո պարտավորությունները չի կատարում, չգիտեմ, կաշառակերությամբ է զբաղվում, հանցագործություններով, պետք է այդ մարդկանց հեռացնել անպայման, եթե անկախ դատական համակարգ լինի, որ դատապարտվեն բոլորը, պատիժը կրեն օրենքով, բայց այն ազնիվ զինվորականները որ կան, իսկ դրանք շատ են, հայրենասեր, դրանց հենքով պետք է մենք միանշանակ դա հնարավոր է ունենանք հզոր բանակ, ու ես վստահ եմ մենք ունենալու ենք։ Սա անվտանգությունը ամենակարևորն է։ Որ սպասարկի թե բանակի կարիքները, թե նաև տնտեսական առանձին ճյուղ կդառնան։ Մենք ապրում, որ այդ պետությունները այնպես հզոր են, մեր ուժը կապի մեջ չի աշխատում։ Մենք ուզում ենք գանք, որ ճանճի ուժը ալեն։ տեսեք, մենք չենք ուզում, որ դուք օրինակ հուսալքվեք։ Օրինակ ես զգում եմ, որ դուք հուսալքվել եք եւ մեր ուժի վրա մեծ կասկածություն։ Ամենայն հարգանքով ձեր անցած ճանապարհը, տարիքը դուք ինձանից իհարկե մեծ եք, բայց ես շատ ավելի լավատես եմ ու ընդհանրապես լավատեսությամբ գնում եմ դեպի իրատեսություն։ Ուզում եմ դրանով վարակեմ ձեզ։ Եվ դրա համար եմ հիմա եկել, ցենց մեր թիմով, պարոն Թաթուլյանի հետ միասին կանգնած զրուցում ենք ու ասում ենք, որ մեր ուժը մեր ձեռքերում է։ Եվ ես ուզում եմ, որ դուք բորբոքվեք դրանից։ Որովհետև կա անկախ տարիքից, անկախ անցած ճանապարհից կա միշտ փոփոխություն բերելու եւ փոփոխությանը հավատալու միշտ այդ պահանջը կա։ Ես զգում եմ ու գիտեմ, որ այդ պահանջը դուք եք ունեք, բայց պետք է բորբոքեք։ Աստված մեզ է, ձեզ է, մեզ է, բոլորիս է։ Առողջ եղեք, շատ շնորհակալություն։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Հաջողություն ձեզ։ Երիտասարդներ կային, որ ուզում էին ձեր հետ խոսեն։ Գնանք խոսենք։ Կրթությունից մի քանի բան համասարներից խոսեցինք։ Գնանք խոսենք։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, ո՞նց եք։ Բարև ձեզ։ Ես Արման Թաթուլյանն եմ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու։ Ո՞նց եք, ինչ կա։ Հարցեր ունեք մեզ։ Իրականում, այո, կապված հենց կրթության հետ խոսեցինք, իմացանք, որ դուք հավաքել եք եւ ձեր նպատակն է ինտելեկտուալ էլիտա ձևավորելը նաեւ ու կենտրոնանալը հենց դրա վրա, կրթության, որակի։ Օրինակ հիմա ինձ շատ անհանգստացնում է մեր դպրոցների վիճակը։ Ես ինքնություն եմ երկու դպրոցահասակ
քույրիկներ եւ ընկերներ, որոնց տեսնելով եւ հետեւելով ինչա կատարում, ես շատ մտահոգվում եմ եւ տխրում եմ։ Ինչպես պետք է լուծենք, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք հենց այդ ոլորտում։ Շատ շնորհակալություն հարցի համար ու նաև որ այս խնդիրը ձեզ մտահոգում է, դա շատ կարևոր է իրականում։ Նայեք, կրթությունը մեր երիտասարդների համար մենք 3 առնվազն հիմնարար հարց ունենք ապահովելու։ Ապահով ապագա, ապահով երկիր, կրթություն եւ աշխատանք։ Ամենակարևորները որ պետք է։ Հիմա կրթության հարցը այսօր մեր դպրոցը, ավագ դպրոցը, հատկապես 20 կտեղից ամբողջությամբ ձախողված է։ Դա սովորացնում է ինչպես չսովորել երեխաներին։ Երեխաները ավագ դպրոցից դուրս են մնում, չեն էլ սկի ուզում գնալ սովորել, գնում են աշխատում են, կրթություն չեն ստանում բավարար, առարկաները կամ կրկնվում են կամ ընդհանրապես հետաքրքիր չեն։ Ուսուցիչները անգամ երեխեքին ասենք դասեր կան, որ չեն էլ չի էլ նորմալ դասավանդում, այդ ուսուցիչն մեղավոր չի։ Դե առարկանա կրկնվում, չի լինում երեխային պահել ուժեղ, այսինքն կրթական process-ի մեջ եւ երեխան իրանք չեն ուզում։ Հիմա տեսեք մենք առաջինը ինչ ենք այստեղ նախատեսում։ 12-ից վերափոխել 9+2+1 համակարգ։ Սա ինչա նշանակում։ Պարտադիր կրթությունը դառնում է 9+2 11։ Սա նշանակում է, որ 9+9 դառնում է պարտադիր նվազագույնը, հետո +2, այդ 2+2-ը ավարտելուց հետո, որը հենց ավագ դպրոցն է ըստ էության ստացվում է այսօրվա, բայց ամբողջությամբ փոխված, եւ դա ավարտող աշակերտը նաև միաժամանակ պարտադիր ստանում է միջին մասնագիտական կրթություն։ Օրինակ, վարսավիրական գործ, վեբ դիզայներ, չգիտեմ, սանտեխնիկ, զուգահեռ, միաժամանակ, այո, միաժամանակ 11-րդ տարին ավարտելուց հետո ժողովրդական լեզվով ասած ինչ որ մի փեշակել է ունենում արդեն ավարտելիս։ 12-րդ տարին արդեն դառնում է կամավոր այն աշակերտների համար, այն երեխաների, ովքեր ուզում են ընդունվել բուհ։ Այդտեղ ինչ է տեղի ունենում։ Դպրոցի ես ինքս ամբողջությամբ անցել եմ այդ համակարգի մեջով, տեսել եմ ինչպես է, երբ օրինակ սովորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կրթական ես 2005 թվականից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, ամերիկյան համալսարանում, նաև Ամերիկայում Հարվարդում մյուս համալսարաններում ինքս դասախոսություններ եմ կարդացել եւ այդ շատ զարգացած համակարգը կարևոր պետք է այնպես դպրոցը կառուցի, որ երեխան երբ արդեն գալիս է հասնում է բուհական տարիքի, ինքը արդեն նախապատրաստում, ինքն իրեն պատրաստում է բուհ ընդունվելուն։ Տեսեք ինչ նկատի ունեմ։ Մեր մոտ հիմա ինչպես է, տարիների վեր հույսը ծնողի վրա է հիմնականում, ծնողները կարողացան դասատու գտնել, դասախոս, վճարը տալ, չէ, երեխան շանս ունի ընդունվելու։ Հիմնականում այդպես է։ Հələ մի հատ էլ չգիտենք, չէ, կընդունվի թե չէ, եթե այդ տարի չընդունվեց, փորձում են հեռակա չեղավ, էդ էլ արդեն նեղված երեխան դե չստացվեց, մյուս տարի էլ ասենք չեն ուզում տարի կորցնել, նորից էլի ծանրություն են գնում ծնողի վրա։ Մենք ինչ ենք առաջարկում, որ սկսած օրինակ 3-4 դասանից դպրոցը արդեն երեխային նախապատրաստում է բուհ ընդունվելուն, ինչ նկատի ունեմ, եւ երեխան միավորներով ինքն իրեն նախապատրաստում է դրան։ Օրինակ, ամառային դպրոցներով, որը պարտավոր է դպրոցը բուհի հետ էլ նաև համագործակցված ապահովել։ Ուզում եմ, մարդ ուզում է օրինակ բժիշկ դառնալ երեխան, չէ՞։ Ինքը տարբեր լաբորատորիաներում, օրինակ, կարող է ինչ-որ կենսաբանական հետազոտություններին եւ այլն գնում, սկսում է ամառային դպրոց անցնել։ Կամ անում է հանրային աշխատանք հանրօգուտ, ոչ վճարովի, պրոբոնո աշխատանք հայտնի։ Եվ ինքը դրանով միավորներ է հավաքում։ Գնաց օրինակ մի տարի ամառային դպրոցում 2-3 շաբաթ սովորեց, միտեղ մեկ այլ տեղ պրակտիկա անցավ, օրինակ նույն այդ լաբորատորիա կամ ինչ-որ սեմինարի է գնում եւ այլն։ Եվ այդպես միավորները հավաքելով գալիս հասնում է բուհ ընդունվելու արդեն ժամանակ, CV-ն ինչպես ասում է, ինքը արդեն իր կառուցում է եւ պատրաստվելու դպրոց նեղություն բուհ ընդունվելու համար միավորներով։ Եվ այստեղ մի բան, այստեղ մենք ինչ ենք ունենում, նաև ամառային արձակուրդների ժամանակ արդյունավետ ենք օգտագործում երեխայի ժամանակ, ասենք ոչ թե 3 ամիս երեխան ազատ է ուղղակի, ծնողները եթե գնացին միտեղ հանգստանալու, կգնա այդ ծնողները ինքն է կհանգստանա, եթե չէ, ինչ անում, բակում անցկացնում ժամանակը, չգիտեմ, հեռախոսի մեջ անցկացնում ժամանակը եւ դառնում է ոչ արդյունավետ, այդ 3 ամսվա մեջ կտրվում է ամբողջությամբ կրթությունից, գիտելիք ստանալու այդ հնարավորությունից եւ ինչ նորից գնում է սեպտեմբերին դժվարություններով սկսում է։ Սենց նաև երեխան գործնական հմտություններ է ձեռք բերում, ոչ միայն գիտելիք։
ինքը ձեռք է բերում գիտելիքը պրակտիկայում տեսնում է ոնց է կիրառվում։ Այդ դպրոցական տարիքի, որտեվ թեև, բայց կարևոր է, որ դու պրակտիկայում տեսնես ոնց է կիրառվում։ Օրինակ, այսօր մեր մոտ ոնց է, չէ՞, շատը նստածած է գիտելիքի վրա։ Ինչու՞ կա, գիտելիքը կարևոր է, բայց եթե դու չիմացար այդ գիտելիքը ինչպես կիրառել, որտեղ կիրառել, եւ քեզ ինչ գիտելիքա պետք որ դու կիրառես, այդ գիտելիքը հաճախ դառնում է անիմաստ։ Չէ՞, որտեվ դու կարող ես օրինակ իմանաս, ենթադրենք այս ծաղիկի մասին շատ գիտելիքներ, բայց դու չկարողանաս կիրառես, թե այս ծաղիկը օրինակ ոչ թե այս այգում, այլ այն մյուս այգում ինչպես աճեցնել։ Իսկ սա շատ կարևոր է։ Տեսեք, մենք եկանք երեխային նախապատրաստեցինք դեպի բուհ ընդունվելը։ Այդ կամավոր վերջին տարին ինչ է նշանակում, որ արդեն բուհը համագործակցում է դպրոցի հետ։ Պատվերներ կան նաև պետության այսպես ծրագրերի հիման վրա, թե ինչ մասնագետների կարիք ունի պետությունը, որքան եւ այլն։ Եվ այդպես բուհի ու դպրոցի հետ լինում է համագործակցություն, որպեսզի բուհը նաև այն երեխեքը, որոնք եկել են վերջին տարին սովորում են, իրենց նախապատրաստի ընդունվեն բուհ։ Պահանջներն են ներկայացնում, գալիս են հատուկ ուսուցանողներ, օրինակ ես ինքս տեսել եմ ինչպես է դա աշխատում։ Բուհից հատուկ խմբեր են ուղարկում այդ համալսարանի աշխատողների, իրենք գնում են, դպրոցներով պտտվում են, հատուկ ծրագրով եւ երեխեքին կոնկրետ սովորացնում են, օրինակ ինչը պետք է այդ բուհի համար, ինչպես այդ մի տարին կարողանա կապիտալիզմի եւ այլն։ Երբ արդեն երեխան ընդունվում է բուհում արդեն մենք պետք է փոխենք շատ սկզբունքներ։ Էլի նորից մեր բուհերը պետք է լինեն ոչ թե շրջանավարտներ բաց թողող հաստատություններ, ոնց որ այսօր է, չէ՞, ուղղակի շրջանավարտներ են բաց թողում, այլ որոշում կայացնողներ, երկրի ղեկավարներ ապագա եւ այլն մասնագետներ, եւ մենք պետքա կամա վերանանք այն, սա շատ արագ պետք է անենք, որ այն հոգեբանությունից, որ այսօր ուսանող ունի, քննություն ստանամ, զաչոց ստանամ, անցնեմ գնամ։ Այսօր դրա վրա է ամբողջությամբ։ Ես կիսամեկից կիսամեկ, ես քննությունները ստանամ, այն մյուս քննությունները ստանամ, վերջացրեցի, պլանը կատարած է։ Այդպես չպետք է լինի, այնտեղ էլ նույնպես պրակտիկան գիտելիքի հետ պետքա կապվի։ Նույն ձև էլի ամառային արձակուրդներին, բայց ուսման ժամանակ էլ։ Օրինակ պրոբոնո աշխատանքներ պետքա լինեն ուսանողի համար, դրա հիման վրա ժամերը պետք է հաշվարկվեն ու բուհը պետք է խրախուսի ուսանողին։ Սերտիֆիկատներ տա, չգիտեմ, այլն, որոնք շատ կարևոր են հետո գործատուի համար։ Օրինակ, եկեք վերցնենք այսպես այդ համալսարանները ինչպես են աշխատում։ Ընդունվում են, պատկերացրեք քաղաքական գիտությունների, լավ, իրավաբանությունը վերցնենք։ Իրավաբան ենք, երեխան ուզում է իրավաբան դառնա։ Ինչ ենք հաշվի առնում։ Որևէ փաստաբանական գրասենյակ գնացել է, պրակտիկ աշխատանքներ է արել, չգիտեմ, այնտեղ ինչ որ հաշվետվությունների կազմանն է մասնակցել, թարգմանել է միգուցե այլն, այդ ամբողջը գումարվում է եւ օրինակ իրավաբանական ֆակուլտետ ընդունվելիս դա հաշվի է առնվում։ Այստեղ գիտեք ինչ փիլիսոփայության կարևոր, որ երեխան ինքն իրեն կերտի, ինքն իրեն նախապատրաստի, այսինքն եթե դու սենց գնալով հասնում ես այդ միջև բուհ ընդունվել, էլ արդեն քո ծնողին ստացվում է անելիք չի մնում այդ իմաստով։ Դու քո CV-ին կառուցել ես, գնացել ես օրինակ մի որևէ օրինակ մեր հիմնադրամ ժամանակին, երբ ես դեռ քաղաքական հայտը չէի ներկայացրել, իրավունքի եւ արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամ դպրոցական երեխաներ էին շատ գալիս։ Ինչ էին անում, մենք էինք նաեւ կազմակերպել, մասնակցում էին գերիների ազատ արձակման վերաբերյալ հաշվետվությունների կազմանը։ Արցախի էթնիկ զտումներից հետո հարցազրույցներ էին անում, մեզ հետ միասին մի փոքր նրանց տրեյն արեցինք, սովորեցրեցինք։ Դրանից հետո գնում էին մեր մի աշխատողի հետ միասին մեր տեղահանված արցախցիների տուն, օգնում էին, որպեսզի հարցազրույցները վերցնեն։ Հարցերն էին կազմում, հարցերն էին տալիս, սղագրում էին, հետո մենք իրենց սերտիֆիկատ էինք տալիս, հավաստագիր, որ նրանք մասնակցել են, ներկայացնում էին, օրինակ այդպես ունեցանք, ասենք, ընդունված ամերիկյան համալսարան, Ամերիկայում բուհ ընդունված, տեսեք, այսինքն սա համակարգը լրիվ փոխում է եւ այդ փիլիսոփայությունը ամբողջությամբ փոխվում է։ Եվս մեկ բան ասեմ, որ հետո բուհ աշխատաշուկա կապն է արդեն գալիս։ Այնպես դա ապահովվենք։ Նախ բուհն էլ պետքա պրակտիկ գիտելիքի վրա նստածի։ Շատ կարևոր է։ Ոչ թե գա 4-րդ կուրսի վերջում մի քանի ամիս պրակտիկայա, գնացին պրակտիկայի, հələ էլ բախտը բերեց, եթե եղավ պրակտիկայի վայրում նորմալ մարդ, կկազմակերպի պրակտիկան, իսկ հիմնականում են ինչա տեղի ունենում, ասում են դու գնա, մի արի, ես քո վերջում քո բնութագիրը կգրեմ կտամ։ Այդտենց է չէ լինում, երեխան էլ ուրախացած գնում է։
որտեվ ազատ է, բան չունի անելու ասենք, չէ, բայց այդ արդյունքում ինչ եղավ, այդ երեխան պրակտիկ գիտելիք չունեցավ։ Այդ երեխան չհասկացավ ինչպես գիտելիքը կիրառել պրակտիկայում։ Օրինակ տեսեք իրավաբանների համար բերեմ, ես լինելով իրավաբան գիտնական շատ միշտ զայրանում ենք, ջղայնանում ենք, որ մեր քննիչներ ունենք կամ ինչ-որ դատախազներ ունենք, ոչ բոլորը, բայց ունենք, որոնք անօրինականություններ են կատարում, մարդկանց ապօրինի կալանավորում են եւ այլն ներկայացնում են միջնորդություններ, բայց հետո հարց է առաջանում. այդ որտեղից են գնացել այդ մարդիկ դարձել պես մասնագետներ, որովհետեւ չեն ստացել գիտելիք պրակտիկ նման մեխանիզմ չի եղել։ Ու այսօրով ընդունում է իրավաբանական օրինակ կամ որևէ այլտեղ որևէ այլ մասնագիտության, շատերը ասում են դե լավ գնանք պրակտիկայում կսովորենք, չգիտեմ, այսինքն այս ամեն ինչի հոգ պետքա տանի պետությունը, որ այս ծրագրերը ներդրվեն բուհերում։ Իհարկե, սա ոնց որ շատ որ մենախոսությունից չստացվի, եթե էլի հարցեր ունեք, ուղղակի ուզեցա ամբողջական այս համակարգը բացատրել։ Իրականում այս համակարգը, որ դուք ներկայացրեցիք, կարելի է ասել, որ երազանքների համակարգաներություն։ Բայց ինչքանով եք դուք տեսնում դա հնարավոր, որովհետև թե ծնողների մեջ, թե ուսուցիչների մեջ, թե դպրոցներում, թե հասարակության մեջ, թե բուհերում, թե ուսանողների մեջ ու էլ ավելի այդպես որ բարձրանում, բոլորի մեջ արդեն նստած այն ինչ որ մենք հիմա ունենք։ Այսինքն այդ արագ փոփոխությունը կազմակերպել ինչ մեթոդներ ու միջոցներ։ Տեսեք, ներեցեք ձեր անունը չէ։ Շահանե ջան, նայեք, շատ լավ հարց եք տալիս, շատ լավ։ Միանշանակ հնարավոր է, 100% համոզված եմ հնարավոր է։ Տեսեք, դու երեխայի մեջ ես մտցնում մոտիվացիան։ Ստեղ ոչ թե շարժիչ ուժը դառնում է ծնողը, այս շարժիչ ուժը դառնում է երեխան։ Դու երեխային ցույց ես տալիս նաև, որ դու մի արդյունքի հասար, տես գնահատվեց, հիմա երկրորդ աստիճանը եկավ, ինքը կառուցում է աստիճաններով, բարձրանում է։ Դու պետք է երեխային ցույց տաս գնահատվեց իր աշխատանքը։ Մի հատ փոքր բան արեց, գնահատանքի մեխանիզմ, երկրորդը դու երեխայի մեջ մտցնում ես, որ դու կարող ես, որ կապ չունի քո ծնողը փող ունի, չունի, կապ չունի ծնողը որտեղ է աշխատում, դու ինքդ ես կարող դա անել, այս սա է կարևորը։ Ես այդ մեխանիզմով ինքս անցել եմ, որ դու զգում ես, որ դու կարող ես, կապ չունի ծնողդ պետական ինչ-որ պաշտոնյա է, թե չէ, պետության հետ կապեր ունի, քաղաքական գործիչ ունի կապեր, չգիտեմ ինչ, արդար է ամեն ինչ։ Այսինքն, եթե դու ունես գիտելիք, ունես կարողություն, հասնելու ես դրան, իսկ դա ոնց ես տալիս մոտիվացիան գնահատելով երեխուն, որ ինքը իրանով արեց դա։ Այսօր շատ կարևոր է։ Այսօր շատ կարևոր է։ Այդ նենց ես դա նենց տեսնում եմ, որովհետև մեր երեխեքը իրոք շատ խելոք, խելացի, չեմ կարող են։ Դրա համար մենք ոչ թե ծնողին ենք ասում, ծնողները իրանք էլ են կարևոր, բայց երեխեն է պետք է մոտիվացիան մտցնել։ Տալիս ինչքան հնարավոր է շուտ դա իրականացնել։ Որովհետև տեսեք, որ ասում եք երեխաներից սկսենք, այսինքն դուրս է գալիս, որ մի ամբողջ սերունդ դուրս է մնում այդ փուլից։ Որովհետև կան արդեն դպրոցականներ, որոնք ես ավարտում են կամ, չգիտեմ, արդեն մեծ մասը անցել են այդ փուլի կամ ինստիտուտում նույնը։ Այսինքն, եթե մենք սկսում ենք ֆուտուրներից, մեզ շատ մեծ ժամանակ է, չէ՞։ Տեսեք, Շահանե ջան, ես քանի որ ձեր հարցը դպրոցների հետ էր կապված, ես գնացի դպրոցից եկա։ Հիմա մենք բնականաբար ովքեր օրինակ բուհում են սովորում այս պահին, նրանց համար արդեն միանգամից սկսում ենք նրանց հետ կապված համակարգը փոխել, որը անպայման, հա, օրինակ պրակտիկ հմտությունները սովորեցնելը։ Ասենք ամառային պետությունը պետքա կազմակերպի անպայման, սկսած նրանից, որ ֆինանսական միջոցներ հատուկ պետքա հատկացնի, հասարակական կազմակերպություններ կլինեն, գրանտային ծրագրերով կիրականացնեն, ինչի մենակ միջազգային կառույցների գրանտային ծրագրերով, թող դա է լինի, բայց պետությունը ինքը իր նպատակային ծրագրերով մի հատ ՀԿԻ-ա տալիս, հիմնադրամի ա տալիս, ինքը անձամբ անում, կազմակերպում է ծրագրեր, թեմաներով կոնկրետ, եւ երեխեքի համար կազմակերպում է այդ ամառային դպրոցներ կլինեն, պրակտիկ ինչ-որ տրեյնինգի կենտրոններ կլինեն, նրանց համար դասընթացներ։ Այդ երեխեքը սկսում են պրակտիկ հմտություններ ստանալ։ Եվ գնում են սկսում են կիրառել։ Օրինակ ես օրինակ բերեմ։ Իմ երբ դեռ նախորդ կիսամյակ, այս կիսամյակ ժամանակավոր դադար եմ տվել, բայց երբ դա դեռ դասախոսում էի, ինչ էինք անում։ Մեր ուսանողների հրավիրում էինք կամ ուսանողների խումբ էինք հավաքում եւ այդ ուսանող երեխեքին տրեյն էինք անում, օրինակ ինչպես դիմել եվրոպական դատարան, ինչպես գանգատներ ներկայացնել։ Ես անձամբ մեր գոլեգաները մի օր երկու օր տրեյն էինք անում երեխեքին, սովորացնում էինք, դրանից հետո իրանք ամբողջ օրը
ոգևորված, մեզանից էլ ոգևորված, գալիս ամբողջ օրը դյումներն էին կազմում։ Հետո այդ երեխեքից նաև վերցնում էինք աշխատանքի։ Ինքը որտեղ որ գնում էր։ Կամ այդ երեխան եթե ավարտեց, սերտիֆիկատը ստանում էր, օրինակ գնում է մի հատ ուրիշ փաստաբանական գրասենյակ, ուրիշ տեղ, տեսեք աշխատանքի մոտիվացիան էլ է իր, այ դա պետքա յուրաքանչյուր փուլի վրա տարածվի, այսպես ասեմ։ Սա շատ կարևոր է։ Հարցեր կրթաթոշակների հետ կապված։ Առաջկային որոշ բուհերում կրթաթոշակներ ոչ բոլոր, բայց մի քանի տարի առաջ դրանք էլ հանվեցին։ Եթե չեմ սխալվում, ընդամենը 2 բուհ կա, որի ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Կամ նաև այս հարցը ներառված է ձեր ծրագրերի մեջ։ Այո, այստեղ պետությունը սկզբունքները պետքա փոխի։ Օրինակ, կան կառավարություններ, որոնք անգամ պետություններ, որոնք անգամ արտասահմանից սովորողների համար ամբողջական կրթաթոշակներ են նույնիսկ տալիս։ Եվ պետությունը մանավանդ իր քաղաքացիների համար պետք է անպայման դա ունենա։ Նախ ես ասեմ, որ մեր ծրագրի համաձայն պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար, պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար։ Իսկ մասնավոր բուհերում կամ վճարովի ծրագրերում պետք է գործեն ուսանողական վարկեր, ճկուն վարկեր։ Ինչա սա նշանակում, որ ուսանողը այդ 4 տարիների ընթացքում որ սովորում է, ինքը պարտավորություն չունի վճարելու վարձը, որին մեջ նաև հաշվարկվում է ապրելու ծախսերը։ Եթե օրինակ մարզից որևէ մարզ է գնացել սովորում կամ Երևանում է եկել եւ այլն, հետո աշխատանքային գործունեության ժամանակ վարկի վճարման պարտավորությունները առաջ է գալիս, ասենք, պետք է վճարի։ Ստեղ ինչն է կարևոր ձեր ասածը, որ եթե ամեն դեպքում վճարովի ինչ-որ ծրագիր է, այդ երեխան անգամ արտասահմանում սովորելու համար պետությունը պետք է ունենա հստակ, էլի կարող է ինչ-որ հիմնադրամներով լինի կամ ինքը անի, այդ scholarship-երի գաղափարը, այո, որ ինքը գրանտային այդ ծրագրերը տան ուսանողներին եւ մրցույթի մասնակցելով ստանա։ Սա էլ նույնպես մեր, այսպես ասած, ծրագրերից է, որովհետեւ այդ աջակցությունը, բայց պետությունը կարող է պայման դնել։ Օրինակ, կարող ասի ենթադրենք, դու գնում ես, ես քեզ վճարում եմ, գնում ես արտասահման սովորելու, բայց դրանից 3 տարի հետո պայմանական, դրանից հետո 3 տարի կամ 4 տարի կամ պետք է Հայաստանի համար գործ անես, կամ պետք է հետ գաս Հայաստան։ Օրինակ ժամանակին կար շատ հիմնադրամ, լույս հիմնադրամը։ Ես նաև այդ հիմնադրամը ֆինանսավորել է, մի մասը այդպես գնացել է Պենսիլվանիայի համալսարան սովորելու, մի մասը 50%-ը ֆինանսավորել է համալսարանը, 50%-ը այդ հիմնադրամը։ Օրինակ միշտ ես sense մեջս անհամաձայնություն կար, որ այդ հիմնադրամը չէր պահանջում մարդկանցից, ուսանողներից, շրջանավարտներից, որ հետ գան կամ որ Հայաստանի համար աշխատեն։ Ինքը շատ լավ հիմնադրամ էր, բայց դա չկար այդ պահանջը։ Հիմա օրինակ ես կարծում եմ դա մենք պետքա անպայման նման մի բան ստեղծվի, բայց նաև այնց անենք, որ երեխեքը կամ հետ գան կամ շահագրգռվածն են, այսինքն Հայաստանի համար աշխատեն, այսպես ասած, էլի ծրագրեր անեն։ Սա ամենակարևոր քայլն է իմ կարծիքով, որովհետև գնում են դուրս, տեսնում են դրսի կյանքը ինչ լավ է, ինչ ամեն ինչքան հեշտ է տրվում թվացիան, ու մոռանում ենք մեր հայրենիքի մասին։ Բայց առաջնային պետք է այստեղ ծաղկենք, ու այստեղ ծաղկենք։ Շատ շնորհակալություն։ Հետո գիտեք, ինչ են անում, ասենք շատերը արտասահմանում ընդունվելը դիտում են որպես միջոց երկրից գնալու համար։ Չէ, ասում են ծնողները, ասում են լավ է, երեխան ընդունվեց այսինչ համալսարան, իր տեղը գտավ։ Այնտեղ էլ կապրի կմնա, կաշխատի։ Իսկ այդ երկրները տալիս են աշխատելու հնարավորություն, բայց այո, պետք է անենց անես, որ կարևոր է։ Շատ ապրի։ Ունեք ուրիշ հարցեր կրթությունից, ասեք։ Գաղտնիք չի, որ մենք երկնիկ ժողովուրդ ենք եւ մենք մեր ամբողջ պատմությունը կերտել ենք այստեղ այս հողի վրա։ Եվ նաեւ ուրեմն գաղտնիք չի, որ մենք ունենք ախրերի մշակույթ, կերտած այստեղ, դա մեր սեփական մշակույթն է։ Իմ կարծիքով վիճակը, որում մենք այսօր հայտնված ենք, դա նաեւ նրանից է, որ մենք շատ տարածել ենք մեր մշակույթին։ Այ ինչ քայլեր եք ձեռնարկելու, հա շատ հասարակ օրինակ մենք չենք ուսում մեր ամենամաքուր երաժշտությունը եւ մենք ուսում ենք այն ինչ որ մեր շուրջի կա, հա, որը հայկական չի, մեր մշակույթի մասը չի։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու մեզ մեր մշակույթին ավելի մոտեցնելու։ Դե նախ ես շատ շնորհակալ եմ, իրոք շատ ուրախ եմ, որ դուք այսպես եք մտածում եւ ասեմ ձեզ, որ մեր երիտասարդները նման մտածող իրոք շատ են ու դա շատ ուրախացնում է,
որովհետև մենք այսօր պահպանելու խնդիր ունենք մեր ազգային ինքնությունը, մշակույթը։ Իսկ մշակույթը դրա կարևոր բաղադրիչ է, ավելին ես համարում եմ, որ մեր ազգային մշակույթը մեր անվտանգության բաղադրիչ է, մեր ազգային ինքնության պահպանման բաղադրիչ է, այստեղ չի քննարկվում։ Դե նախ առաջինը պետքա դա բերենք մեր դասագրքեր։ Իսկ մեր երեխեքը պետք է անպայման սովորեն, ես կարծում եմ նաև, եթե այս բուհական մենք այս կրթության համակարգը ներդնում ենք, որ Շահանեի հետ քիչ առաջ խոսում էինք, այդ համակարգը ներդրած եւ ավելի խորացված սովորելու հնարավորություն պետք է տանք, մանավանդ եթե ունենք երեխաներ, որոնք ինչ-որ կոնկրետ ուզում են այդ գծով մասնագիտանալ։ Իմ կարծիքով մենք պետք է մեր մշակույթի մոտ բերելու համար նաև պետք է շատ այստեղ ցուցաբերենք ուշադրություն ֆինանսական միջոցների առումով վճարովիության, վարձատրության, բնակավարի աշխատողների, չգիտեմ, նոր հաստատությունները ոչ թե փակելու, այլ բացելու միջոցով, նոր եւ այլն, եւ հնարավորություն տանք, որ մարդիկ ճանաչեն մեր մշակույթի բովանդակությունը։ Օրինակ մենք ինչ նկատի ունենք։ Մենք օրինակ պարեր ունենք, չէ՞, շատ Բերդ պարը եւ այլն, Ծաղկաձորի, բազմաթիվ ամենահայտնիներն են, որ գիտենք ու հա, բայց Շուշվագեղ եւ այլն։ Բայց տեսեք, մենք օրինակ շատերս չգիտենք այդ ամեն մի պարի իմաստն ու նշանակությունը, չէ՞։ Ինչ է ամեն մի պարի, իսկ ամեն մի պարը մեր կոնկրետ պատմությունն է, մեր ինչ որ դրվագ է, հերոսական, որը ավելի ոգևորում է։ Այլ օրինակ նման բաներ ես կարծում եմ պետք է անենք մենք։ Կրթական համակարգում պետք է ներդրվեն մշակույթը, այսպես ասած, ներարկելու ունեք ավելի հստակ բան, որտեղ դպրոցական տարիքից ձևավորվում է այն մշակույթի նկատմամբ սերը, հարգանքը եւ դա ոնց որ արյան նման ներծծում։ Դրանից հետո ինչքանով է իրատեսական համարում եւ ինչքան ժամանակահատվածում եք պատրաստվում դա ներդնել, հա, եւ նոր սերնդի մեջ թե մի սերնդի մեջ։ Տեսեք, պետության կառուցման առումով մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ օրինակ 30 տարիների ընթացքում նաեւ մեր հայրերը, այսպես ասած, ազգի հայրերը 30 տարի առաջ չեն նստել միշտ տեղանի շուրջ եւ չեն պայմանավորվել, թե մենք ինչպիսի պետություն ենք ուզում ձևավորենք ու ազգային մեր այսպես ասած մտածելակերպն ու ազգային քաղաքականությունը, ընդհանրապես ուղղվածությունը ուր ենք մենք գնում։ Ինչա մեր օրինակ ազգի, այսպես ասած, համաշխարհային առաքելությունը, ուր ենք մենք գնում։ Սա ինչու եմ սա ասում, եթե ժամանակին մենք դա արած գնայինք, մենք նաև ունենայինք այն 1000 տարիների այդ նշանակետը, որը մեզ տանում է դեպի ճիշտ ճանապարհը։ Մենք սա չենք արել, բայց դա չի նշանակում, որ ոչ մի անգամ չենք կարող դա նորից լսել ու պայմանավորվել։ Մենք պետք է այնպիսի մեկ միջավայր հանրային ձևավորենք, որ մենք պետք է նստենք եւ պայմանավորվենք ու ազգային գաղափարախոսության վրա գանք պայմանավորվածության, թե ինչպիսի պետություն մենք պետք է ստեղծենք։ Այն պետությունը, որ մենք այսօր ունենք, արդյոք այդ պետությունը ծառայում է մեր ազգային շահերին եւ պարունակում է արդյոք ազգային գաղափարախոսություն։ Ազգային, ոչ ազգայնական։ Դրա համար ստի համար պետք է կներեք, եկ մղենք այն հարվածները, որ ամեն օր հասնում են մեր ազգային ինքնության։ Օրինակ ներկա պահին ես տեղեկացված եմ, շատ լավ եմ տեղեկացված, որ Շուշի անունով բեմադրված պարերը արգելվում են պետական մակարդակում։ Հատուկ հարձակում է գնում հիմա հայկական այբուբերի վրա, ընդ որում դա պսևդոգիտական շրջանակներում մատերում է։ Ինչպես պայքարել ես ամենից։ Դա այդ ամենի դեմ իհարկե պետք է, անպայման պետք է։ Իշխանություն փոխվի նախ, ամենակարևորը։ Եվ դա ամրագրել ազգային հատուկ ռազմավարության մեջ, այնպես, որ ամեն կետը լինի երկաթյա օրենքի նման։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ իշխանության փոխումից հետո միանգամից հաջորդ օրվանից դեմ ենք գնալու այս ամեն ինչ որ սխալ է եւ փորձել են կանգնեցնել։ Իսկ հիմա նույնիսկ եթե չփոխվի իշխանությունը, պետք է հենց Լիտվանից դիմակայել դրան։ Հիմա իշխանության փոխվելու հետ փորձում է։ Այո, այո։ Բայց դա ես եմ եւ յուրաքանչյուրը, հա, պետքա փորձի իմ կարծիքով, որտեղ բոլորը քաղաքացիներ են եւ ազգային քաղաքացիներ։ Այո, ձեր փորձը պետքա հովանավորվի պետության կողմից։ Պետությունը պետքա հովանավորի այն ցանկացած ջանք, ցանկացած եռանդ, որը թեկուզ մասնավոր, բայց ծառայում է ազգային գաղափարախոսությանը։ Մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, որպեսզի ազգային գաղափարախոսության հիման վրա կերտենք այն
պետական գործիքը կամ պետություն կոչվող գործիքը, որը պետք է ծառայի միայն ազգային շահին։ Հիմա կներեք, ներեցեք, ձեր անունը ինչ է։ Հա, Նարեկ ջան, տեսեք։ Մենք ամենակարևորը իշխանության փոփոխությունը ինչի է շատ կարևոր։ Սա առաջին պայմանն է գլխավոր, որովհետև դու ինչ ուզում ես արա քայքայվելու է ամեն ինչ, որովհետև այսօր իշխանությունը ամեն ինչ անում է, որ ազգայինը քանդում է Այո, հիմա ինչ պետք է անենք։ Օրինակ ես ինչպես եմ պատկերացնում։ Մեր կառավարման ժամանակ, եթե մեր ժողովուրդը վստահի, մենք ենթադրենք ստանձնենք իշխանություն եւ ես դառնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ առաջին ակտերից մեկը լինելու է անհապաղ մշակութային նաև հարցերով, թե կրթությանը վերաբերող թե եւ այլն ռազմավարության հաստատումը, որը պետք է լինի ամենաառաջին ակտերից մեկը կառավարության կողմից ընդունված։ Ես միշտ ասում առաջինը պետք է բանակը լինի, եւ դրանից հետո անպայման պետք է նաև իհարկե լինի ազգային մշակույթին վերաբերող։ Եվ սա ինչ պետք է լինի, սա լինի պետական քաղաքականություն, ինչնի միանգամից բոլոր տեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մասնագիտական իհարկե քննարկումների հիման վրա ամեն տարիքի երեխայի հետ ինչպես պետք է աշխատել, ինչ գիտելիք պետք է տալ։ Այսօր տեսեք մենք ինչքան հայրենասեր մանկավարժներ ունենք, ուսուցիչներ, դաստիարակչուհիներ, դաստիարակներ, բոլորը սա զայրացած են, չէ՞ շատերը, որ ասենց ազգային ինքնության մսխում է տեղի ունենում։ Բայց այդ մարդիկ հələ տեսեք մեր համար այն որ ասում է գանձը դրել ենք վրա նստել ենք մեր այդպես ինքնությունը այդպես մտածողությունը գնահատող մարդիկ ու ամբողջությամբ դրել կոտրում են, դրել ջարդում են։ Ոչ միայն դպրոց մանկապարտեզ, հաստատությունները, չգիտեմ, օպերա, թատրոններ եւ այլն, այնտեղ նույնպես պետք է, այստեղ ոչ թե այսօրվա նման խոչընդոտներ առաջացվի, ամենակարևոր բանը պետք է լինի խրախուսել, մարդիկ շատ գնան նման թատրոններ, ուսուցողական բնույթի եւ այլն, այն նման հանրային միջոցառումներ, օրինակ պետությունը, ես հիմա մտածում եմ որոշում կայացնելու հնարավորություն իմը լիներ, միանգամից կկազմակերպեին Կասկադում օպերայում պետության հովանավորությամբ, խմբեր օրինակ պար բեմադրեին, երեխաներին սովորացնեին օրինակ ամեն մի պարը ինչա նշանակում շարժումը, հերոստացույցով ներկայացնեին այդ ռոպագանդան, որ դու գնահատես քո ազգայինը, որ կարողանաս ուժը տեղից ձևավորես։ Մի շատ կարևոր բան է։ Օրինակ տոնացույցում վերականգնել ազգային բոլոր տոների նշում։ Օրինակ տոն եւ հիշատակի օրերի մասին օրենք ունենք, չէ՞։ Այնտեղ ունենք տարբեր քաղաքացու օր ունենք, տարբեր տեսակի կասկածելի, ասենք, այսինքն նշելու տեսանկյունից կասկածելի օրեր ունենք, չէ՞։ Բայց ազգային տոնացույց որպես այդպեսին օրենքով ամրագրված մենք չունենք։ Սուրբ Սարգսի տոնը։ Օրինակ Սուրբ Սարգսի տոնը, մենք նշել ենք պետք է ունենանք Սուրբ Սարգսի տոն, հատուկ, որտեղ պետք է ու մենք հատուկ այց ենք արել, եթե հետևել եք, այ որ իրար ճանաչեինք կամ հրապարակային եւ հայտարարություն այնպես պետք է անենք, դուք էլ մեզ միանայիք, մի հատ էլ թեկուզ կարող են գնալ։ Հատուկ Սուրբ Սարգսի տոնին մենք նշել ենք մեծ միջոցառում, որտեղ ցույց ենք տվել դրա առանձնահատկությունը մեր ազգագրագետների հետ միասին ու չեք պատկերացնի մեր երիտասարդները, որոնք մեր հետ էին, ինչքան էին ողջավորված, որ ինչ ժամանակակից նաև շունչ կա դրա մեջ, այսպես ասեմ, էլի։ Ինչի՞ են Սուրբ Սարգսի տոնը։ Դե մեր ազգային ավանդույթներից է դա ցույց տալ, ինչպես էր ժամանակին, հիմա ասենք բոլորը նշում են Վալենսին, չէ՞։ Լավ, հարց չկա, միջազգային ասենք թրենդը բան նշում են, բայց մենք մեր ազգայինն էլ ունենք, չէ՞։ Խորհուրդն է, ազգային խորհուրդն է Սուրբ Սարգսի ու մեզ բացատրեցին թե ինչա դա նշանակում։ Մենք երկանքով աղացինք, հետո երկանքի աղալու այդ process-ը մենք բացատրեցինք թե դա ինչ է, հետո քամուն տալիս ես հարդը գնում է, ծորենը մնում է, չէ՞։ Այդտեղ խորհուրդներ կան, որոնք ասենք ձմեռը կոտրելու սովորույթը որ կոտրում էին, ձմեռը կոտրում էին։ Փայտայում ասենք գնացինք մեզ դիմավորեց կոլորիտային տատիկը մեր։ Տատիկը մեր ու մեկ էլ ասեց պապին էլ ընդեից ուսին ցախը դրած գալիս է, ասենք ինքն էլ տարազով, այդ էլ ավանդույթ է, ինքը գնացել է անտառից ցախը հավաքել է, բերում է, բաժանեց մեզ, մենք սկսեցինք ձմեռը կոտրել։ Դա քանի որ հունվարի վերջն էր, հունվարի 27-ն էր կամ կարող չհիշեմ հիմա, մենք կոտրեցինք ձմեռը եւ դիմավորում են գարունը ու Սուրբ Սարգսի։ Այս ամենակարևորներից մեջը օրինակ բանի պոպոքի մեջ փաթաթած կան, տեղադրած կան բաներ, թղթիկներ հատուկ, մեջը մաղթանքներ ա գրած։ Օրինակ բացում ես գրված է, չգիտեմ, սեր, մյուսը գրված է հաջողություն, մյուսը գրված է իշխանություն, մյուսը գրված է ազգային ինքնություն եւ այլն, արդարություն, այո։ Եվ մեր կարգախոսը ինչի է արդարությունը գալիս է։ Նախ այստեղ կա անխուսափելիություն։ Արդարությունը գալիս է։ Այն գիտեք, այն Game of Thrones-ը որ կա, Justice is coming։
չէ։ Winter is coming։ Վայ, winter is coming, բայց ընդեղ էլ ջա, հա, winter is coming։ Սպրավիդլիվս գրիջոտ, այսպես ասած։ Եվ մենք ուզում ենք նաև սրանով ասել, որ այսքան ժամանակ որ մեր ժողովրդի յոկ էս անարդար վիճակում եղել է, տարբեր բնակավարներում այդ արդարությունը իրոք գալիս է։ Գալիս է յուրաքանչյուր բնակավար, արդարությունը գալիս է նաև ձմռան տեսքով այն մարդկանց համար անխուսափելի, որոնք խախտումներ են արել մեր ժողովրդին, չգիտեմ, կեղեքել են, այս քաղաքականությունը վարում են։ Արդարությունը գալիս է գարնան տեսքով մեր ամբողջ ժողովրդի համար, որ նաև ովքեր հատկապես ուզում են թե ազգային ինքնությանը վերաբերող, թե մեր իրավունքները պաշտպանող այսպես գործեր անեն։ Իսկ մի հարց։ Պատկերացնում եք, որ դիովին 100%-ով արդարություն հնարավոր է։ Հնարավոր է։ Հա, պետք է այդ ուղղությամբ։ Տեսլական հնարավոր է հաստատ եւ քայլերը տեսլականի ուղղությամբ իհարկե եթե դու ունես տեսլականը ճշգրիտ գրած, քայլերը հեշտ է հաշվարկել։ Եթե քո նպատակները գտնվում են քո ազգակաշահերի տիրույթում, ինչպես մենք բազմիցս ականատես ենք լինում, այդտեղ իհարկե քո քայլերը այնքան անդրամաբանական են։ Հիմա մենք տեսնում ենք, չէ՞, իշխանությունը ինչ անդրամաբանական քայլեր անում, որովհետև իրենց շահերով են ուղղորդվում, ոչ թե ընդհանուր տեսլականը, որտեղ արդարության տեսլականը բոլորիս համար ընդհանուր է։ Եվ չկա անձնական արդարություն հասարակական արդարությանը զուտ։ Հանրային շահերով Իհարկե գնալը դա ըստ էության արդարության որոնումն է։ Նայեք, Տիկի Սեթրակյանն ու պարոն Անանյանը Կապ չունի, եթե դու նույնիսկ պետական մակարդակում ունես այդ, այսպես ասած, ռոմանտիզմը, փնտրելու այդ արդարությունը, չէ՞, ուրեմն դու գնում ես այդ ճանապարհով։ Ու եթե քո ժողովուրդը, քո հայրենակիցները տեսնում են, որ դու այդ ճանապարհով գնում ես, իրենք գալիս են քո հետևից։ Ընդ որում դու չես հանում թուրդ եւ ասում ես առաջ։ Դու հանում ես թուրդ եւ ասում ես իմ ետևից, դու առաջամարտիկ ես, դու գնում ես։ Դու տանում ես բոլորին դեպի այդ արդարություն։ Ամենակարևորը հանրային շահով ուղղորդվելն է, ոչ թե սեփական շահ։ Սեփական շահը պետք է միշտ նսեմացված լինի հանրային շահի հանդեպ։ Հիմա տեսեք, կա դա, ուրեմն կա արդարության։ Հիմա տեսեք, ես էլ մի փոքր բան ասեմ։ Նայեք, այսօր օրինակ մենք որ կամ այս ընթացքում ինչ ա եղել, այսօրվա իշխանությունը ոնց է վերաբերվում, չէ՞։ Ամեն ինչի հիմքում դրված է պաշտոնի շահը, չէ՞։ Իմ օնքական, եթե ասենք օրինակ մարզերում, գյուղերում օրինակ այսօր ինչ է կատարվում, մարդկանց համատարած ահաբեկում են, այս քաղաքում էլ է տենց։ Ուղղակի այստեղ մի քիչ չի ստացվում, այս շատ չի ստացվում։ Մարդկանց համատարած ահաբեկում են, չեն թողում, որ գնան հանդիպումների, աշխատանքից կհեռացնենք, այս կանենք ինչի, որտեղ մտածում են միայն իրենց պաշտոնի շահի մասին։ Ոնց անեն, որ ընտրվեն։ Համայնքապետերը տեղերում, ԿՊԱ-ական համայնքապետերը այսօր միայն նայվում են որպես ձայն հավաքող մարդիկ։ Всё, ոչ թե ժողովրդի մասին մտածող, լավ իրանց համար համայնքապետը տեղում մարդու համար գործանող է, այն համայնքապետը, որը լավ ձեն է բերում, եւ որը լավ արդյունք է վերջում բերելու։ Ահաբեկում Ինչա կապ չունի արդարություն տեսնենք։ Դա համար արդարությունը նաև այն իրավիճակի համար է, որ դու կապ չունի քեզ համար, պաշտոնի շահով չես շարժվում եւ այլն, հավասար հիմքերի է։ Ու դրա համար մենք արդարությունը դնում ենք որպես base, այսպես ասած, հիմքը։ Մի վերջին հարց։ Ասեք, դուք ընտրվելուց հետո արդյոք կարողանալու եք փոխեք հասցնել ամեն բանին մակարդակի, որպեսզի ապագայում մեր սերունդները չկարողանան վիճակում, որում մենք ենք այսօր։ Մենք դրա համար ամեն ինչ պետք է անենք, այո։ Դրա համար մենք ասում ենք, մենք հրաշքներ խոսք չենք տալիս, բայց մենք խոսք ենք տալիս ազնիվ աշխատանք, գիշեր-ցերեկ աշխատանք, գոտիները ձգած գիշեր-ցերեկ աշխատանք ու ձեր հարցի մեջ մի շատ կարևոր բան կա։ Մենք այս թեզը ես շատ եմ սիրում։ Մենք պետքա ունենանք սերունդների նկատմամբ պատասխանատվություն։ Շատ ճիշտ է։ Այսքան ժամանակ մենք ինչ ենք եկել այս խնդիրների մեջ հայտնվել։ Այսօրվա իշխանությունները որ կան, այդ որտեղից առաջ եկան։ Մենք իրանք օգտվեցին մեր խնդիրները, որ այսքան ժամանակ եղել է, խափեցին ժողովրդին, եկան, հիմա էլ միջև վերջ նաև խափում են ամեն մեկը մտածելով այս իշխանությունները հատկապես մենակ ու հենց այս իշխանությունները մենակ իրանց ընտրվելու քաղաքական հարցեր լուծելու մասին։ Իսկ մենք ասում ենք, դու պետքա մտածես սերունդների միջև պետքա լինի այդ պատասխանատվությունը։ Ամեն սերունդ մյուսի նկատմամբ պետք է զգա։ Եվ մեկ էլ մի բան էլ հիշեցի Կոնֆուցիոսի խոսքերը, որ ասում է մենք պետք է ոչ թե խնդիր լուծելու կարողություն ունենանք, այլ ոչ այնքան, այլ մենք պետք է կարողանանք այնպես անենք, որ խնդիր չունենանք։ Դա է։ Այդպես։ Այսքանից հետո պետք է մեզ ընտրեք, Նարեկ ջան։ Հետևեք, հա։ Շնորհակալություն Շահանե, ձեզ նույնպես շնորհակալություն ձեր հարցերի համար։ Ես կողմեք շարժում։
չէ՞ նորից։ Հա։ Ոնց են գնում։ Լսեցնում ես որ սերունդը լավն է, շատ ավելի լավն է, քան ոմանք պատկերացնում։ Ոմանք ոչ միայն ոչ թե պատկերացնում են, երևի այլ ուզում են անել, ուզում են այդպես սարքել մեր սերունդը։ Խոս անեզու անհայրեն։ Այո։ Բարև ձեզ։ Կարելի է մոտենալ ձեզ մեր ծրագրից փոխանցել։ Ձեր ծրագրից ենք փոխանցում։ Ինչ է ձեր անունը։ Հա, ուրախ ենք շատ։ Դուք սովորում եք թե աշխատում եք։ Սովորում եմ։ Որտեղ եք, այսինքն լավ, կարող եք ասել որտեղ եք սովորում։ Մենք ուսանողների համար, սովորողների համար նաև շատ կարևոր ծրագրեր ունենք, որոնք վերաբերում են բուհական կրթությանը եւ աշխատանքի հետ կապին, պետության կարևոր դերը, որ պետություն պետք է ամեն ինչ անի, որ բուհ ընդունված ու ավարտող նաև ուսանողը կարողանա աշխատանք գտնել եւ դրա համար պետք է լինի պատասխանատու նաև պետությունը։ Կարող եք ծանոթանալ։ Ստեզություն։ Ժողովրդյան մասնակցային ապահովել։ Ինչ կարծիք Վիետնամցիք մասնակցում են։ Շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք մեր երիտասարդների լավ հարցեր տվեցիք։ Բարև ձեզ։ Մեր ծրագրից փոխանցեք։ Երեխեքը չուզեցան նկարվել։ Այս ուր են գնում, պարոն Անանյան։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Կարելի է բարևել ձեզ։ Արման Թաթյանն եմ ես։ Բարև ձեզ։ Արման Թաթյան։ Մեր ծրագրից փոխանցենք ձեզ, խնդրում եմ կարող եք նաև հետևել մեր գործունեությունը նաև համացանցում, ինտերնետում, այսինքն անդադուսաբանվում է ծրագիրը, կարող եք ծանոթանալ որոշում կայացնելու համար։ Բարև ձեզ։ Ես Արման Թաթոյանն եմ։ Մենք ճանաչում ենք ձեզ շատ լավ։ Ինչ է ձեր անունը։ Բնակիչ չենք, դրսից ենք եկել։ Սուսաննայի իմ անունը։ Ուրախ ենք, Տիկին Սուսաննա։ Ուրախ եք, բարև ձեզ։ Օրեկյանն չի Սուսաննա։ Մեծինն է Սուսաննա, ինքը փոքր է։ Այդ ուղղակի հարցնացրեց։ Սուսաննա էլ ունենք։ Ձեր գործին հաջողություն։ Ոնց եք, լավ եք։ Ուզում որ ընտրվենք։ Եթե վիճակը ուզեմ որ գակավորվի շատ։ Մենք Սանկտ Պետերբուրգից ենք ժամանել 3 օրը Հայաստանում ենք, բայց ընտրություններին հաստատ մասնակցելու ենք, ստեղ քաղաքացի ենք։ Ինչ լավ է։ Հա, ես քաղաքացի ենք։ Մեզ հարցեր ունեք, որ որոշումները ավելի հիմնավոր լինեն կամ քննարկել կարողանանք։ Դեռ նոր ենք եկել այս ծրագրերին նորմալ չենք ծանոթացել, բայց ընթացքում բավականին ժամանակ կա դեռ։ Այո։ Շատ լավ։ Տեսեք, մենք մի կարևոր ծրագիր եմ ուզում ասել։ Դուք մասնագիտությամբ ինչ եք։ Մենք մասնակցում հաշվապահ եմ ես։ Հաշվապահ եք, հիմա մասնագիտությամբ, հիմա թոշակի եք անցել։ Հա, պարոն Անանյանն էլ է հաշվապահ։ Տեսեք, մենք այո, տեսեք, մենք ինչ կարևոր ծրագիր ունենք բոլոր այն մասնագետների համար, ովքեր հիմա օրինակ կենսաթոշակի են անցել։ Այսօր ինչպես է, մարդը աշխատում է օրինակ 40, դուք քանի տարվա ստաժ ունեք։ Ես 30 տարվա ստաժ ունեմ։ Օ, տեսում եք, հսկայական գանձ ուղղակի։ Հիմա տեսեք, մենք ինչ ծրագրի մասին եմ խոսում։ Մարդիկ 30-40 տարի աշխատում են, հենց կենսաթոշակային տարիքը գալիս է, պետության վերաբերմունք ոնց է, դե գնա քո համար տունը նստի թոշակ ստացի։ Մի հատ էլ թոշակ են բարձրացնում, ցածրացնում, այսօրվա իշխանությունը ինչ է ասում։ Մի փոքր իբր թե թոշակը բարձրացես, չնայած նրան, որ միլիարդավոր դրամների պարգևավճարները ամենավերնախավը ստանում, բարձրացեց անընդհատ թոշակառուներին մեր կենսաթոշակ ստացող մարդկանց ու երեսով են տալիս անընդհատ եւ նախընտրական քարոզչություն են անում։ Հիմա մեր ասածը որն է, որ բացի որ պիտի արժանապատիվ կենսաթոշակ լինի, ձեր նման մարդիկ պետքա ներգրավեն, հետ կա պետությունը հետ բերի եւ նրանց ներգրավի մեր ուսանողների կրթության հարցերում, երիտասարդ մասնագետների կարողությունների ավելի ուժեղացման հարցերում, որոնք որ հանրապետությունում լրիվ հացասական է։ Այո։ Հիմա տեսեք ինչքան լավ կլինի, չէ՞։ Վճարել եմ, հարկ եմ վճարել, բայց 36 կոպեկ եմ ստանում։ Արդյոք դա ճիշտ է։ Իհարկե։ Հիմա տեսեք, եթե տենց անենք, դուք ինչքան լավ չէ ձեզ կզգաք։ Որ ոչ թե ես
Դոլարը, հա։ Շատ մարդիկ կան, որ ապրում են թոշակի հույսի, միայնակ են։ Բա ո՞նց են ապրում։ Լույս վճարեն, հող վճարեն, ջուր վճարեն։ Ո՞նց ապրեն, բա ինչ սնվեն։ Երևի տարի մի անգամ էլ միշտ չեն կարողանում ուտել, դա նորմալ է։ Ամենախտիկ վիճակում է այսօր Հայաստանը, եթե համեմատես մնացած հանրապետությունների հետ, երկրների հետ։ Հետո տեսեք, այդ ծրագիրը մեր ինչքան նաև որ տեսանկյունից է շատ լավ։ Դուք երբ որ մեր կենսաթոշակի անցած մեր վաստակաշատ մասնագետների ներգրավում ենք այդ ջահելների այդ աշխատանքին, սերունդների մեջ այդ համերաշխություններ ա լինում, հարգանք պատիվը ավելի լինում, սկսում են սովորել ոչ միայն դպրոցից ուսուցիչներից, այլ նաև մասնագետներից, որոնք 30-40 տարվա ստաժ ունեն։ Այսինքն իրանք դառնում են այն ուղղորդողը եւ դա սերունդների միջև այդ պատասխանատվությանն է, հարգանքը առաջացնում, շատ կարեւոր է սա եւ դուք էլ ձեր ներդրումն եք ունենում։ Այն ժամանակ, որ 60-70 թվականներին մենք դպրոցական էինք, երկու ուսուցիչին հանդիպում ենք, որ մեզ ստրեչ էր գալիս, մեր ճանապարհը ամաչում ենք, փոխում ենք, վախենում ենք, ամաչում ենք, հարգում ենք մեր ուսուցիչներին, անգամ մեծերին, իսկ հիմա ուսուցիչներն են վախենում աշակերտներից։ Դες բան կա։ Ոչ մի դպրոցական ֆորմա չունեն, ամեր թվերի ֆորմա, ֆարտուկը, սիրունակ, ուրախ Բանտիկները կապած աղջիկները, չէ՞։ Հիմա որ նայումից չես տարբերում, աշակերտա թե ուսուցիչ։ Բականը չի հիշի, բայց ես հիշում եմ։ Չես հիշում եմ, ես պիոների չեմ ասել, բայց ֆարտուկ բան լրիվ հիշում եմ։ Քնություն ենք տալիս, հարցեր էին տալիս, պատասխանում ենք, որ կոմերցական ընդունվենք։ Հիմա ինչ կա, հիմա դպրոցներում էլ համոտը գնաց է։ Հիմա համատում են շատ փոխված է կյանքը։ Այս սերունդը, ավտոբուս բարձանում, հո ջահելները սաղ նստած, ուսանողներից էլ փոքր, վրոդի զբաղված են հեռախոսների մեջ ականջկալերով, մեկը չի բարձանում, գոնե ինձ չէ, հա, լիքն են ավտոբուսում, տրանսպորտում, գոնե բաներ ժամանակ հենց հիմա ես տեղ եմ զիջում ես տարիքիս, ինձանից մեծին, բայց ինձանից փոքր, թորնիկը զարմանում, ասում ես ձև են ես երիտասարդները, ծատիկ մեծերին չեն հարգում։ Այստեղ տենց է, ավտոբուսներում կանգնած է, Ռուսաստան չէ, որ մենք դեր բունդում ենք ապրում, գեղեցիկ քաղաք է, շատ գեղեցիկ քաղաք է, հա, եղել է, շատ գեղեցիկ քաղաք է։ Տեսեք, հիմա նայեք, այդ մեր ծրագրերը որ կան, չէ, որ մեր վաստակաշատ տարիքի հասած մարդկանց ներգրավենք ավելի, նրանք էլ են ավելի իրենց պետքական զգում, անօգուտ չեն զգում, չէ, այսօր ասենք մարդը գնաց թոշակը ստանում է, լավ անօգուտ է իրան զգում, այդքան ստաժ ունի, ափսոս է, որ ավելի ներգրավենք, հետո այդ սերունդների միջև մենք պետք է այդ պատասխանատվությունը ձևավորենք, որ երիտասարդ սերունդը իմանա ինքը ապրում է նրա շնորհիվ, կա գոյատևում է, որտեղ ավակ սերունդը կար, այդ ավակ սերունդներ ներդրումն է ունենում, շատ համերաշխություն է ձևավորվում։ 15 տարի է շուրջ ապրում եմ Սանկտ Պետերբուրգում, բայց թոշակը չեմ տեղափոխել այնտեղ։ Ասում մի տարի թող հավաքի, կգնամ ամեն ամառ լինում եմ Հայաստանում, այնտեղ էլ կծախսեմ իմ Հայաստանի մեջ կգամ։ Չեմ, բայց այնտեղ ավելի շատ կստանամ, բայց չեմ տեղափոխել։ Ուզում եմ որ ստեղ ստանամ։ Ձեր որոշումն է, այո, հա, լավ եք անում, հապեք։ Հապեք, լավ եք անում։ Թե հա, ճիշտ եք ասում։ Նախքան երկիր ասաղ ու իր համարը, երկիր վիճակնել են չի, են կարապախեց գետինը, գայլածուկը, ամեն մեկը իրատողնա։ Հա, բարակտվածությունը, իհարկե։ Համարն ես վիճակի է Հայաստանը, շատ ցավալի է ասել։ Շատ շնորհակալություն, շատ ուրախ ենք ձեզ տեսանք, ձեզ բարի վերադարձ, տեսություն։ Ես դոստոս այստեղ եմ լինել, դրություններին անպայման դիմացնակցել ես թողնիկս։ Դե խնդրում ենք նաև ծանոթանալ, վստահել մեզ, մեր քվեաթերթիկը համար 6-ը, շատ աստվածային նաև թիվ է, որովհետև մարդուն ստեղծել է 6-րդ օրը Աստված։ Մերսի, շատ շնորհակալ ենք ձեզանից, տեսություն։ Բարև ձեզ։ Բարև։ Դուք արդեն գնում եք, չէ՞։ Այո։ Կներես վազնջը։